Ելենա Արշակյանի «Ծովաչքերի պատճառով» սերիալում նոր զարգացումներ են, դրամատիկ պահեր ու անկանխատեսելի շրջադարձեր։ Սերիալն իր բարդ ու հուզիչ պատմությամբ շարունակում է գերել հանդիսատեսին։ Յուրաքանչյուր նոր սերիալ լի է լարվածությամբ, խոր ապրումներով ու չբացահայտված գաղտնիքներով, որոնք հեռուստադիտողին ստիպում են սպասել ու կլանվել հերոսների ճակատագրերով։ Ռեբեկան հայտնվել է իր կյանքի ամենաբարդ իրավիճակում։ Ով ես դու ու ինչ ես անում ստեղ։ Շատ լավ է, որ նշանացի տուննա։ Ես հենց քեզ էլ ման էի գալիս։ Այ հենց դու էլ ինձ պետք ես։ Լսի, ես տեղ ինչ կա չկա լրիվ խառնել եմ։ Ու չեմ գտել եմ ինչի համար որ եկել եմ։ Նա ի սկզբանե չէր պատկերացնում, որ իր խոսքերը կարող են այսպիսի հետևանքներ ունենալ։ Հոր մահը, որի վրա ծանր կասկածներ կան, ամբողջովին փոխում է նրա կյանքը։ Նա խղճի տանջանքների մեջ է, քանի որ իր ձեռքով բացահայտել է հոր մութ անցյալը, որ հենց նա է եղել տպարանի գումարի անհետացման հետևում կանգնած։ Բայց ամենից ցավոտը նրա համար այն է, որ Վահեն, ում նա իր ողջ կյանքում սիրել է, այդպես էլ չհասցրեց իր անունը մաքրել։ Սարոյանը նույնպես հայտնվել է ծանր իրավիճակում, չկարողանալով ներել ինքն իրեն, որ ժամանակին չհավատաց Վահեին ու չպաշտպանեց նրան։ Նրա աչքերի առաջ կրկին ու կրկին հայտնվում է Վահեի հայացքը, երբ նա փորձում էր ապացուցել իր անմեղությունը, բայց ոչ ոք չէր լսում։ Ինչպես ինքը Սարոյանն է նշում, բոլորն էլ ունեն խղճի վրա ծանրացած բեռ, միևնույն ժամանակ Էլկան ապրում է իր կյանքի ամենամեծ երկվության մեջ, մի կողմից նա ողբում է հոր մահը, մյուս կողմից վախենում իմանալ ճշմարտությունը, արդյոք Արմանը կարող է որևէ կապ ունենալ այս ողբերգության հետ, եթե այդպես է, արդյոք նա կկարողանա շարունակել ապրել նրա կողքին։ Սակայն ամենասպասված ու ինտրիգային պահը Ռեբեկայի նոր փորձությունն է։ Նրա այցելությունը Վահեի նախկին տուն ավարտվում է վտանգավոր հանդիպմամբ։ Նա հայտնվում է ինչ-որ մեկի հետ դեմ առ դեմ, ով փնտրում է մի շատ կարևոր բան ու պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի։ Ռեբեկան փորձելու է պաշտպանվել, բայց իրավիճակը դուրս է գալու վերահսկողությունից։ Ով է այդ մարդը, ինչու է հայտնվել Վահեի տանը, կիմանաք շատ շուտով։ Մնացեք մեզ հետ ու դիտեք տեսանյութը մինչև վերջ։ Ըստ հրապարակված տեսանյութերի ու լուսանկարների պարզ է դառնում, որ Ռեբեկան փրկվում է, բայց բավական ծանր վնասվածքներով։ Նրա ձեռքերի վրա երևում են կապտուկներ ու կտրվածքներ, ինչը վկայում է, որ նա լուրջ վտանգի մեջ է եղել, բայց ով է փրկել նրան։ Հենց այստեղ է, որ սերիալը մեզ համար պատրաստել է նոր անակնկալ կերպար։ Նրա հայտնվելը փոխում է Ռեբեկայի կյանքի ընթացքը, թե ով է նա դեռևս գաղտնի է մնում, բայց ակնհայտ է սա պատահական ծանոթություն չէ, այլ մի մարդու մուտք, ով մեծ դեր կխաղա Ռեբեկայի ճակատագրում։ Սերիալի ընթացքը նոր փուլ է մտնում, ամեն ինչ խառնվել է իրար, հերոսները հայտնվել են բարդ երկընտրանքի առաջ, իսկ նոր գաղտնիքները միայն նոր լարվածության սկիզբ են։ Կկարողանա Ռեբեկան հաղթահարել ապրումները, կհաջողվի արդյոք Սարոյանին մեղմել իր խղճի տանջանքները, և ամենակարևորը, որ ճշմարտություններ դեռ պետք է բացահայտվեն։ Մի բան հաստատ է, ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր ու դիտարժան տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը և իհարկե տեղեկանալու նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Գրեք նաև, թե որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի կամ դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Նշենք, որ ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են։ Արմանին արդեն արդարացրել են, քանի որ այդ ընթացքում, երբ սպանվել է Միսակը, Արմանը բանտում է եղել։ Սակայն Արմանի վրա մեկ այլ մեղադրանք կա, թե ինչու, երբ նա տեսավ Միսակին սպանված, չհազանգեց ոստիկանություն, բայց շատ շուտով ոստիկանությունը հայտնաբերելու է, որ իրեն զանգահարել է Դիանան։ Բնականաբար Արմանն ունի իր պատճառները, որ չի զանգահարել այդ սպանության մեջ։ Նա շատ լավ գիտի, որ իր մեղքի բաժինը, եթե ոչ ամբողջ մեղքը, ունի հենց Արմանի հայրը։ Բնականաբար այս ամենն անհետևանք չի մնալու, քանի որ շատ շուտով սա բացահայտվելու է։ Ինչպես արդեն նշեցինք, Էլկան հայտնվել է երկու քարի արանքում։
Մյուս կողմից հայրն է, ով արդեն սպանված է, մյուս կողմում կանգնած է իր սիրած տղան։ Բնականաբար կապացուցվի, որ Արմանը ոչ մի մեղք չունի Միսակի սպանության մեջ, սակայն մեկ այլ պատճառ կա. Միսակին սպանել է Արմանի հայրը։ Արդյոք Էլկան կկարողանա հաշտվել այդ մտքի հետ, որ հոր սպանության մեջ մեղավոր է իր սիրած տղայի հայրը։ Ցույց կտա ժամանակը, հավանաբար սերը կհաղթի ու Էլկան Արմանին մենակ չի թողնի, հատկապես հիմա, երբ Սարոյանը բացահայտել է ողջ ճշմարտությունը, որ Արմանը ոչ մի կապ չունի տպարանի գողության հետ։ Հավանաբար հենց Սարոյանն էլ փրկելու ու օգնելու է Արմանին և թույլ չի տա, որպեսզի կրկնվի Վահեի պատմությունը, քանի որ նրա խղճին արդեն ծանրացած է Վահեի մահը, որ չհավատաց ու չաջակցեց Վահեին։ Այս փուլում ամենածանր իրավիճակում Ռեբեկան է։ Նախ նա բացահայտել է ողջ գաղտնիքը իր հոր մասին, նա գրել էր նամակ, վերադարձավ, որպեսզի այդ նամակը ոչնչացնի ու ոչ ոք չտեսնի հոր մահից հետո, սակայն արդեն ուշ էր, Սարոյանն ամեն ինչից տեղյակ էր։ Ամենահետաքրքիր բացահայտումները շատ շուտով։ Միացեք մեզ, բացահայտենք միասին, թե ով է նոր կերպարը և ով է փրկում Ռեբեկային, ինչպես է զարգանում նրանց հետագա ճանապարհը։ Մաղթում ենք ձեզ լավ օր ու սպասում ձեր կարծիքներին, մեկնաբանություններ բաժնում։